Բարի օր, եթերում օպերատիվ ժամն է։ Այս թվարկման մեջ տեղգտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախամարում։ Ներքին գործերի նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը։ Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ եւ անխոչնդոտ, ինչը եւս մեկ անգամ փաստում է Հայաստանը աշխարհի ապահով երկրներից մեկն է։ Փրկարար լինելը ոչ միայն կոչում, այլև կենսաձև է։ 2025 թվականի լավագույն հրշեջ փրկարար Էդգար Մարտիրոսյան։ Վիզաների ազատականացման ճանապարհը դեռ ավարտված չէ, սակայն ԵՄ-ի արձանագրած առաջանցիկ փուլը ցույց է տալիս, որ Հայաստանը քայլ առ քայլ մոտենում է եվրոպական ազատ տեղաշարժի իրական հնարավորությանը։ Ներքին գործերի նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը։ Մայիսի 5-ին Հայաստան Եվրամիության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կուշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, ներքին գործերի նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։ Զեկույցում մասնավորապես ասված է. Հայաստանի իշխանությունները վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով ակնկալվող բարեփոխումների իրականացման հարցում ամուր քաղաքական հանձնառություն են ցույց տվել, չնայած այն հանգամանքին, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն Հայաստանին է փոխանցվել միայն վերջերս, բազմաթիվ բարեփոխումներ կամ արդեն իսկ նախաձեռնվել են, կամ ծրագրվում են Հայաստանի իշխանությունների կողմից։ Գործողությունների ծրագրի տրամադրումից կարճ ժամանակ անց Հայաստանի կառավարությունը ներքին գործերի նախարարության համակարգման միջոցով արդեն իսկ նախաձեռնել կամ ծրագրավորել է պահանջվող օրենսդրական եւ քաղաքական փոփոխությունների զգալի մասը, իսկ փաստաթղթերի անվտանգության եւ միգրացիայի կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն այժմ գտնվում են զարգացման առաջանցիկ փուլում։ Զեկույցում մանրամասն նկարագրվում են Հայաստանի կողմից գործողությունների ծրագրի 4 ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը։ Կնքվել է պետություն մասնավոր գործընկերության պայմանագիր կենսաչափական յունականացման համակարգի արդիականացման նպատակով, ինչը կապահովի առաջիկայում թողարկվելիք անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված ամենաբարձր չափանիշներին։ Բացի այդ, 2025 թվականի հուլիսին Հայաստանն ընդունել է բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքը, որը թույլ կտա ստեղծել բնակչության միասնական եւ անվտանգ էլեկտրոնային ռեգիստր, որը եւս էական առաջընթաց է տվյալների հավաքագրման եւ օգտագործման հարցում։ Հայաստան ակտիվորեն մշակում է սահմանների համալիր կառավարման 2026-2029 թվականների ռազմավարությունը։ Հայաստանն առաջընթաց է գրանցել նաև մի շարք ծառայությունների թվայնացման գործընթացում։ Մասնավորապես 2026 թվականի հունվարից գործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։ Ընթացքի մեջ են նաև օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի եւ կացության թույլտվությունների ընթացակարգերի ամբողջական թվայնացումը։ Փախստականների եւ ապաստանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը եւս անցել է միջգերատեսչական համաձայնեցման փուլը եւ ներկայումս գտնվում է վերջնականացման գործընթացում։ Հայաստանը շարունակում է ամրապնդել համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների եւ ոչ ԵՄ երկրների հետ հետընդունման ոլորտում։ 2018 թվականից հետո Հայաստանը զգալիորեն ուժեղացրել եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցրել է իր հակակոռուպցիոն իրավական եւ ինստիտուցիոնալ համակարգը։ Հայաստանի կողմից հանցավորության կանխարգելման 2026-2033 թվականի ռազմավարության մշակման մեկնարկը փաստում է Հայաստանի հանձնառությունը ապացույցների վրա հիմնված քաղաքականության, ինստիտուցիոնալ համակարգման եւ նպատակային կանխարգելիչ միջոցառումների միջոցով ամրապնդելու հանցավորության կանխարգելման կարողությունները։ Թրաֆիկինգի դեմ պայքարի նոր գործողությունների ծրագիրը ընդունվելու է 2026 թվականին եւ այդ ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի ավելացումը նույնպես դրական է գնահատվել Եվրոպական միության կողմից։ Եվրոպական կողմը դրական է գնահատում նաեւ անձնական տվյալների պաշտպանության նոր եւ անկախ մարմնի ստեղծումը, որի գործունեությունը համահունչ կլինի անձնական տվյալների պաշտպանության եվրոպական սկզբունքներին եւ լավագույն փորձին։ Հայաստանն այժմ մշակում է խտրականության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին օրենքը եւ ազգային փոքրամասնությունների մասին օրենքը, դրանք համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին։ Բացի այդ, Հայաստանը 2025 թվականին ընդունել է երեխաների իրավունքների վերաբերյալ նոր օրենսդրություն, բռնությունից եւ շահագործումից պաշտպանության առավել համապարփակ շրջանակ ապահովելու համար։
Ողջունելով դրական դինամիկան, Եվրոպական հանձնաժողովը շեշտել է, որ առաջընթացի գնահատումը կատարվում է բացառապես արդյունքահեն մոտեցմամբ եւ պայմանավորված է բոլոր հենանիշների արդյունավետ եւ հետեւողական իրականացմամբ։ Զեկույցում ներկայացված են նաեւ առաջարկություններ, որոնք կոչված են օժանդակելու Հայաստանին արձանագրված բացերը լրացնելու հարցում։ Հանձնաժողովը շարունակելու է հետևել գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշների կատարմանը Եվրոպական միության անդամ երկրների փորձագետների աջակցությամբ եւ այս նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ։ Արձանագրվել է նաեւ, որ Եվրոպական միությունը հավատարիմ է մնում Հայաստանի բարեփոխումների ջանքերին աջակցելու գործին, տրամադրելով հատուկ տեխնիկական եւ ֆինանսական օգնություն, մասնավորապես Հայաստանի համար նախատեսված դիմակայունության եւ աճի ծրագրի շրջանակներում։ Վերլուծելով գործողությունների ծրագրի առաջին խումբ հենանիշների շրջանակներում Հայաստանի իրականացված բոլոր քայլերը, Եվրոպական հանձնաժողովը եզրահանգել է, որ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման եւ ապաստանի ոլորտներում Հայաստանը ծրագրի իրականացման առաջանցիկ փուլում է, իսկ հանրային անվտանգության եւ հիմնարար իրավունքների ոլորտներում լավ առաջընթաց է արձանագրել։ Գագաթան ժողովի շրջանակում տեղի ունեցած հայտարարությունների ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է. Վիզաների ազատականացումը գերակայություն է, որը կարևորվում է հայ ժողովրդի կողմից, քանի որ մենք ուզում ենք իրար մոտեցնել մեր ժողովուրդներին։ Հաճույքով ներկայացնում ենք առաջին առաջընթացի զեկույցը։ Շնորհավորում եմ, քանի որ այն խիստ դրական բնույթ ունի։ Նախորդ տարվա նոյեմբերից ի վեր կատարվել է արդյունավետ աշխատանք եւ կա արձանագրված առաջընթաց։ Մենք միանգամայն վստահ ենք, որ գործընթացը հաջողությամբ կշարունակվի եւ կհասնի իր նպատակին։ Հայաստանը այս շաբաթ ոչ միայն դարձավ եվրոպական քաղաքականության կարևոր հարթակ, այլ նաև ցույց տվեց, որ կարող է բարձր մակարդակով ընդունել տասնյակ պետությունների առաջնորդների։ Անվտանգության, կազմակերպչական եւ դիվանագիտական տեսանկյունից սա կարևոր քննություն էր, որը Հայաստանը ըստ էության հաջողությամբ հաղթահարեց, ամրապնդելով իր միջազգային հեղինակությունը։ Պատմական շաբաթ Հայաստանի եւ Եվրոպայի համար։ Եվրոպական երկրների շուրջ 50 բարձրաստիճան պատվիրակություններ Հայաստանում էին մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ եւ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովին։ Միջոցառումների շարքն աննախադեպ էր ինչպես աշխարհագրական, այնպես էլ կազմակերպչական եւ անվտանգության ապահովման տեսանկյունից։ Ոստիկանությունը իրականացրել է մեծածավալ բազմաբնույթ նախապատրաստական աշխատանքներ։ Կազմվել է համալիր միջոցառումների իրականացման պլան, իրականացվել է ժամանացյուրերի դիմավորում եւ ուղեկցում հյուրանոցներ։ Իսկ հյուրանոցներում 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով իրականացվել է ուժեղացված ծառայություն, որտեղ ներգրաված են եղել ոստիկանության բոլոր 4 հենասյուների ծառայությունները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը համագործակցելով իրավապահ համակարգի գործընկերների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ ապահովել է կայուն եւ անվտանգ միջավայր շուրջօրյա վերահսկողության տակ պահելով իրավիճակը։ Համալիր միջոցառումների շրջանակում արարողակարգային ուղեկցումներ են իրականացրել ոստիկանության գվարդիայի ծառայողները։ Քաղաքացիները գիտակցելով միջոցառումների կարևորությունը հետևել են ներքին գործերի նախարարության ոստիկանության ցուցումներին, ըմբռնումով մոտեցել երթևեկության սահմանափակումներին։ Մասշտաբային միջոցառումները շարունակվել են նաև մայիսի 5-ին։ Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիում մասնակցել է հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված միջոցառմանը։ Եվ ոստիկանության գվարդիայի ձևավորումից հետո սա ամենածավալուն միջոցառումն էր հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման առումով։ Բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեծամասշտաբ միջոցառումներ անցան անվտանգ եւ անխոչ ընդոտ, ինչը եւս մեկ անգամ փաստում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականը Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ոստիկանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։ Կարգավորումները տարածվելու են ոստիկանության բոլոր ծառայողների վրա։ Օրենքով սահմանված լիազոր նորմի շրջանակներում կառավարության որոշմամբ կսահմանվի ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության Երևանի թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի ծառայող Էդգար Մարտիրոսյանը ճանաչվել է 2025 թվականի լավագույն հրշեջ փրկարարը։ Ավելի քան 10 տարի ծառայելով համակարգում նա բազմիցս ապացուցել է իր նվիրվածությունն ու մասնագիտական բարձր պատրաստվածությունը։ Բարի գալուս թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատ։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատում շուրջ 10 տարի է իր ծառայությունն է իրականացնում 2025 թվականի լավագույն հրշեջ փրկարար ճանաչված Էդգար Մարտիրոսյանը։ Հոր ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի կերպարը նրա մեջ ձևավորել է պատասխանատվության բարձր զգացում եւ արմատավորել պետությանը արժանապատիվ ծառայելու գաղափարը, ինչը վճռորոշ դեր է ունեցել մասնագիտության ընտրության հարցում։ Իմ բնակության հասցեին մոտ կա հրշեջ փրկարարական ջոկատ, որին բազում անգամ դեռ տարիքում տեսել եմ ու ինձ գրավել է այդ աշխատանքը եւ ես էլ որոշեցի համարել այդ շարքերը։ Հարցին ինչ մարդկային եւ մասնագիտական որակներ պետք է ունենա հրշեջ փրկարարը պատասխանում է։ Շատ կարևոր է, որ հրշեջ փրկարարը լինի ֆիզիկապես պատրաստված, բայց դրանից առավել կարևոր է, որ նա ունենա հոգեբանական բարձր պատրաստություն, չպետք է խոճապի մատնվի, որտեղ ինքն է այն մարդը, որը գնում է օգնության։ 2025 թվականի լավագույն հրշեջ փրկարարը ծառայության ընթացքում բազմիցս է ապացուցել, որ փրկարար լինելը ոչ միայն կոչում է, այլև կենսաձև։ Ամբողջ շենքը հրդեհի մեջ էր։ Մենք հրդեհաշիժման ժամանակ հասկացանք, որ երրորդ հարկի տանը երեխա է արգելափակված եւ նա օգնության կարիք ունի։ Այդ ժամանակ մենք փրկեցինք իրան, ես անձամբ երեխային պատուհանից իջացրել եմ։ Մարտիրոսյանը տարվա ընթացքում մասնակցել է մի շարք մեծ հրդեհների, իրեն դրսևորել է շատ բարձր մակարդակով։ Պետյանի մոտ զգացվում է, որ ինքը շատ է սիրում այս ծառայությունը, կարծում եմ ինքը արժանի է այսօր լինել լավագույն հրշեջ փրկարար։ 2025 թվականի լավագույն հրշեջ փրկարարի խոսքով նման բարձր կոչմանն արժանանալն առաջին հերթին պատասխանատվություն է, ծառայությունն ավելի ջանասիրությամբ իրականացնելու մոտիվացիա։ Իսկ այժմ դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք թողարկումը։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Շաբաթվա քրեական դեպքերին ծանոթացեք մեկ տեսաշարում։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ 44-ամյա եւ 36-ամյա եղբայրները ներգրավելով այլ անձանց նախապատրաստում են 32-ամյա երիտասարդի սպանությունը։ Տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա երիտասարդը հայհոյել է եղբայրներից մեկին, ինչի մասին նա իմանալով եւ գտնվելով արտերկրում հրահանգել է Նորհաչնում բնակվող 44-ամյա եղբորը վրեժխնդրության նպատակով հաշվեհարդար տեսնել նրա հետ։ 44-ամյա տղամարդը մտադրությունն իրականացնելու նպատակով ձևավորել է հանցավոր խումբ, որի անդամները զինվելով ատրճանակներով եւ ինքնաձիգերով Նորհաչնում սկսել են որոնել 32-ամյա երիտասարդին։ Վերջինս մտերիմների հետ Նորաչն քաղաքում մեքենայով շրջելիս նկատել է 44-ամյա տղամարդուն եւ իր մոտ ապօյնի
տարիքին պահվող հրազենով կրակոցներ արձակել ու դիմել փախուստի։ 44-ամյա տղամարդը խմբի անդամների հետ հետապնդել է 32-ամյա երիտասարդին, կանգնեցրել մեքենան, սակայն չհայտնաբերելով նրան, զենքի սպառնալիքի ներքո ծեծի է ենթարկել երկու ընկերներին։ Պարզվել է, որ 44-ամյա տղամարդն իր կողմնակիցների հետ սոցիալական հարթակներից մեկում ստեղծել է խումբ, նպատակ ունենալով վերահսկել 32-ամյա տղամարդու շարժը եւ հարմար պահի տեսախցիկների ու մարդկանց բացակայության պայմաններում կյանքից զրկել նրան։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 44-ամյա տղամարդու, հետապնդվող երիտասարդի եւ հանցավոր խմբի անդամների բնակարաններում։ Հանցավոր խմբի 3 անդամների բնակարաններից հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգ իր պայեստատուփով, օդաճնշի հրացան, տարբեր տրամաչափի 86 փամփուշտ, սվին դանակ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում միջադեպի մասնակից 9 անձ հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Շիրակի մարզի գումարտակի պարեկները մայիսի 7-ին Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Lexus մակնիշի մեքենա։ Պարզվել է, որ առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը չի համապատասխանում սահմանված չափանիշներին։ Վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով 25-ամյա վարորդը պարեկներին առաջարկել է գումար։ Երիտասարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Աշոտսկի բաժին, իսկ տրանսպորտային միջոցը հատուկ պահպանվող տարածք։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Մայիսի 1-ին քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում զենքի գործադրման միջադեպ է եղել։ Աբովյանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով ստացվեց տեղեկություն, որ Արարատի մարզի բնակիչներ դեռևս չպարզված շարժառիթով ծրագրել են սպանել Բալահովիտ գյուղի մի բնակչի։ Պարզվեց նաև, որ նշված անձինք հյուրանոցում վարձակալել են սենյակ եւ 2 ավտոմեքենա, կատարել դերաբաշխում եւ ապրիլի 26-ից բարբերաբար եկել Բալահովիտ, հսկել թիրախի տեղաշարժը։ Մայիսի 1-ին նրան տեսնելով Բալահովիտում գտնվող ավտոլվացման կետում տեղյակ են պահել հյուրանոցում սպասող ընկերներին, որոնք նույնպես մեկնել են նշված վայր, այստեղ էլ փորձել են իրականացնել իրենց մտադրությունը։ Չհասնելով նպատակին, նշված անձինք վարձակալած Nissan եւ Ford մակնիշի ավտոմեքենաներով դիմել են փախուստի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 3 անձ հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Ապրիլի 23-ին ժամը 12:40-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող Mercedes մակնիշի ավտոմեքենայով միասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին եւ մեկ այլ մեքենայի։ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների, այդ թվում խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մայիսի 6-ին համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները 19-ամյա վարորդին հայտնաբերել, ձերբակալել եւ ներկայացրել են նախաքննական մարմին։ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մայիսի 4-ին գիշերային ծառայության ժամանակ Աշտարակի Խճղու Պռոշյան գյուղի հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են Chevrolet մակնիշի մեքենան։ Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ 41-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու եւ մեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու համար վարորդը գումար է առաջարկել պարեկներին։ Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Նայիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտե։ Երևանի Գարեգին Նժդեի փողոցում գտնվող նախկին հայրենիք կինոթատրոնի շենքի պատին 9 քառակուսի մետր չափով փակցված է եղել կուսակցություններից մեկի գովազդային պաստառը, ինչը չի համապատասխանել գովազդի մասին օրենքի չափանիշներին։ Մայիսի 7-ին ժամը 15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության եւ գովազդի բաժնի մասնագետները փորձել են ապամոնտաժել պաստառը, ինչի ընթացքում շենքի սեփականատերը երկու անձանց հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ հասցրել վարչական շրջանի աշխատակիցներին, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անհետաձգելի ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ 67 եւ 50-ամյա տղամարդիկ հայտնաբերվել եւ ձերբակալվել են, իսկ 29-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում։ Ղարաբաղից տեղահանված անձ ես, ունես փախստականի կարգավիճակ եւ ուզում ես ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն շարունակիր դիտել տեսանյութը։
Այս թվային հարթակը ստեղծված է, որպիսի գործընթացը լինի հնարավորինս հարմար։ Համակարգն առաջարկում է գրանցման 4 ընթացակարգ։ Փախստական տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, չունես որևէ երկրի քաղաքացիություն եւ ունես 0.70 ծածկագրով անձնագիր։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին կստանաս հղում։ Ինչից հետո պետք է անցնել այդ հղումով, գցել անձնագրի սկանավորված տարբերակը PDF ֆորմատով եւ ավարտել գրանցման գործընթացը, մուտք գործել համակարգ, սեղմել նոր հայտ կոճակը։ Հայտը լրացնելիս հետևիր ուղեցույցին։ Հերթականությամբ գցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Հայտն ուղարկելուց հետո այն կհայտնվի նախնական վարույթ կարգավիճակում։ 21 օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանաս ծանուցում հայտի շտկման կամ հաստատման մասին։ Շտկման պահանջը չկատարելու դեպքում հայտը կմերժվի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Հաստատումից հետո դու հնարավորություն կունենաս ընտրելու այցի օրը, վայրը եւ ժամը։ Այցելության ընթացքում կստուգվի ներկայացված տվյալների ճշտությունը եւ փաստաթղթերի վավերականությունը։ Այցից հետո 90 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կծանուցվի քաղաքացիության շնորհման կամ մերժման մասին։ Քաղաքացիության շնորհման մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայանալ Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն անձնագրավորվելու նպատակով։ Օտարերկրացի տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, բայց ունես այլ երկրի քաղաքացիություն։ Որպես օտարերկրացի, գրանցման ընթացակարգը գրեթե նույնն է։ Սակայն տվյալ դեպքում ծառայության համար պետական տուրքը կազմում է 50,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է եւ հասանելի ցանկացած վայրից, ցանկացած պահի։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է ընդունելություն ոստիկանության գվարդիայի կրտսեր խմբում։ Դիմել կարող են 18 տարին լրացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կրթություն, անցել են պարտադիր զինվորական ծառայություն եւ համապատասխան են ֆիզիկական ու առողջական պահանջներին։ Ծառայությունն ապահովում է մրցունակ աշխատավարձ, առողջության ապահովագրություն եւ առաջխաղացման հնարավորություն։ Փաստաթղթերը ընդունվում են մայիսի 1-ից աշխատանքային օրերին։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայում Դավիթ Հաշեն, 2-րդ թաղամաս, 62 կոտորակ 26 հասցե։ Շաբաթվա կարևորները այսքանն էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։